Իմ տեսակետը այն է, որ 2017 թվականին Հայաստանում ընտրություններ որպես այդպիսին չեն լինելու, որովհետև այն ընտրական օրենսգիրքը, որը գոյություն ունի, դրանով հանրային վերահսկողություն կամ ընդդիմադիր կուսակցությունների կողմից կազմակերպված վերահսկողություն ըստ էության հնարավոր չի։ Այսինքն 2017 թվականին գործող իշխանությունը կնշանակի խորհրդարան և ըստ էության կուսակցությունների մեծ մասի ցուցակները իշխանությունը կճշտի և իր տեսակետները կհանի, որ անձերն են անցանկալի, որոնք են ցանկալի, և կլինի մի խորհրդարան, որը ընդունելի կլինի գործող իշխանության համար ընդամենը, և քանի որ չկան նաև նախագահական ընտրություններ, ապա մենք ընտրությունների մասին ընդհանրապես չպետք է խոսենք։ Այսինքն ստեղծված ձևաչափը, ստեղծված այդ 4+4+4 ձևաչափը եթե ավելի ընդհանուր ամփոփում անեն, կարող ենք ասել, որ էական ազդեցություն, էական արդյունավետություն չկարողացավ ապահովել։ Այսինքն մի կողմից ընդդիմության և քաղաքասարակության կողմից ցանկություն եղավ ինչ-որ չափով նպաստել ընտրական օրենսգրքի բարելավմանը, բայց իշխանությունները դրան ընդառաջ քայլեր չարեցին։ Ոչ, ես այլ կերպ կձևակերպեի, քանի որ կան միջազգային ճնշում, միջազգային կառույցների կողմից, և քանի որ Հայաստանի տնտեսական վիճակը այնպիսին է, և ոչ միայն տնտեսական, այլ ռազմաքաղաքական իրավիճակը, որ Հայաստանը չի կարող հաշվի չառնել այդ միջազգային ճնշումները, և դրա համար իրենք գնացին այդ ինչ-որ երկխոսության, ինչ-որ ֆորմատ ստեղծեցին, ցույց տվեցին, որ երկխոսություն են գնում, և իրենց համար դա շատ կարևոր էր դա ցույց տալ, սակայն մտքում ունենալով այն, որ իրենք կանեն այն տարբերակը, ընտրական օրենսգրքի այն տարբերակը կընդունեն, որոնք իրենց ձեռնտու է, այսինքն մի տարբերակ, որով ընտրություն անցկացնել հնարավոր չի լինի։ Որն էր մեր նպատակը։ Մենք այդ ամեն ինչը շատ լավ իհարկե հասկանում ենք, և մինչև այդ քննարկումները մենք այս մասին խոսել ենք, այդ քաղաքացիական հասարակությունը և նաև որոշ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, և վիճակը մենք շատ լավ հասկանում ենք, և մեզ պետք էր ցույց տալ, որ նման փոխըմբռնում իշխանության և հասարակության ներկայացուցիչների միջև չի կարող լինել, ինչը մենք արեցինք։ Պարոն Դանիելյան, տեսեք, Եվրամիության դեսպանը ճիշտ է հույս է հայտնում, որ 2017 թվականի ընտրությունները ավելի լավը կլինեն, քան նախորդ ընտրությունները։ Եթե տարիների կտրվածքով նայենք, մենք մշտապես ունեցել ենք այդ խնդիրը, Հայաստանում ընտրությունները չեն անցկացվել ազատ, արդար, թափանցիկ, եղել են ճնշումներ, ընտրախախտումներ, բայց միջազգային դիտորդների կողմից գրեթե միշտ եղել է վավերացում այդ ընտրությունների, եթե այսպես ձևակերպեմ հարցս, նույն միտումը տեսնում եք նաև 2017-ի համար, և շատեր խոսում են նաև այն մասին, որ Եվրամիության կողմից, մասնավորապես եվրոպական կառույցների կողմից այդ վավերացումը նրա համար է, որ Հայաստանը բանակցություններ էր սկսել Եվրամիության հետ մինչև 2013 թվականի ասոցիացիան համաձայնագրի շուրջ, իսկ հիմա էլ նման հայտարարությունները հնարավոր է միտում ունեն հիմա մեկնարկած բանակցությունները ավարտին հասցնելու համար, այս տարբերակը բացառում եք։ Նախ իմ համար անհասկանալի է, թե Եվրամիությունը կամ մյուս կառույցները ինչպես են վավերացնում Հայաստանի ընտրությունները, որն է թղթի վրա, Հայաստանը ինքնիշխան երկիր է, և անց եք ասում լավ կամ վատ ընտրություններ, և դա փաստ է։ Այսինքն Հայաստանի իշխանություններին ոչ թե ընտրությունները վավերացնում է, այլ Հայաստանի ինքնիշխանությունը կամ ճանաչում են, կամ չեն ճանաչում, այլ տարբերակ չկա։ Եթե չեն ճանաչում, ապա Հայաստանը պետք է դուրս մնա այս միջազգային կառույցներից, որը ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ, և որը նաև փոխկապակցված է աշխարհաքաղաքական իրավիճակով։ Այսինքն ուղղակի տալիս են գնահատականներ, մի քայլ առաջ, մի քայլ հետ, ռեկոմենդացիաներ են տալիս, այսպես փոխեք, այնպես փոխեք և այլն։ Այլ բան կարող է տեղ ունենալ, որովհետև միշտ ընտրությունների վերաբերյալ վատ կամ շատ վատ կարծիք հայտնելով լինում է որոշակի քաղաքական առևտուր։ Այլ ինչ քաղաքական առևտրի մասին է խոսքը, ես չեմ կարող ասել, մենք կարող ենք ուղղակի կռահումներ ունենալ,
Դու երևի պարոն Սպետալսկին, եթե մի օր անկեղծանա, գուցե ինքը գիտի ինչ քաղաքական առևտուրներ են գնալու, հա, եթե ինչ-որ պայմաններ Հայաստանի իշխանությունը ընդունի, ապա կասեն մի քայլ առաջ է, եթե չընդունի, կասեն 5 քայլ հետ է եւ ինչ-որ ճնշման մեխանիզմներ կլինեն եւ ճնշման մեխանիզմների մեջ մտնում են եւ այդ ռեզոլյուցիաները, հա, ՊԱՍ-ը եւ այլն եւ տնտեսական ճնշումները։ Եվ մենք չպետք է մոռանանք նաեւ, որ մենք Ղարաբաղի խնդիր ունենք, հա, եւ բարդ տարածաշրջանում ենք։ Այսինքն ես այս ամենը նայում եմ քաղաքական առևտրի ենթատեքստում։ Քննարկումները եղան 4+4+4-ի ձևաչափով, խոսվում էր միասնական փաստաթղթի մասին, Վենետիկի հանձնաժողովը մշտապես նշում էր, որ անհրաժեշտ է, որ կոնսենսուս լինի այս հարցի շուրջ Հայաստանում։ Իշխանությունները նշում են կոնսենսուս կա, Հայաստանի կոնգրեսը օրինակ Լևոն Սուրաբյանը մինչև հայտարարում էր, որ դա հնարավոր է լինի այդ կոնսենսուսը, հնարավոր է միասնական փաստաթղթի, վերջո այդ քննարկումների արդյունքում եղել է որոշում կամ առաջարկ գուցե միասնական փաստաթղթի շուրջ աշխատելու, միասնական փաստաթղթի տակ ստորագրելու օրինակ այսպիսի առաջարկ ձևակերպումներ եղել են։ Ինչ որ փաստաթղթի տակ ստորագրելու խնդիր չի քննարկվել եւ այս ստորագրությունը իմ համար անհասկանալի է, հա, եթե մի կողմից իշխանության ներկայացուցիչներն են, ապա իրանք ինչ թղթի տակ պետք է ստորագրեն, ասենք քաղաքացիական հասարակության հետ, երբ որ օրենք ընդունում ազգային ժողովում քննարկումների միջոցով կարող ազգային ժողովում ինչ որ առաջարկներ լինեն եւ փոփոխությունների ենթարկվի։ Այսինքն այդ դեպքում այս 4+4+4-ը ազգային ժողովի ֆունկցիան իր վրա է վերցնում եւ ստորագրում են ինչ որ տարբերակ։ Իհարկե դա հնարավոր չի։ Ուղղակի նորից եմ կրկնում, գործող միասնական ոչ ինչ-որ ֆորմալ առումով փաստաթղթ, որ օրենքի ուժ դառնա եւ այլն, այլ հայտարարության միասնականություն։ Ուրեմն հիմնական բանակցությունների իշխանության կողմից անունից վարում էր պարոն Դավիթ Պալությունյանը եւ ինքը անընդհատ ուզում էր ցույց տա, որ իրենք ինչ-որ փոխզիջման են գնում եւ ինչ-որ առաջարկություններ էր անում, որոնց մեծ մասը կապված են Եվրամիության տալիք փողի հնարավորության հետ կապված ինչ-որ միջոցառումներ, որոնք էական չէին, բայց անընդհատ այդ փող զիջում կամ կոնսենսուս տերմինը անընդհատ շեշտվում էր, ինչից պետք էր ենթադրել, որ այդ ֆորմալ ինչ-որ համաձայնություն բանավոր տեսքով կամ ինչ-որ տեսքով իրենց համար շատ կարևոր էր, որովհետև կան դրսում ճնշումներ, հա, եւ այս մյուս հնարավորությունը, որ հետագայում ազգային ժողովում այդ օրենքը կարող է փոփոխությունների ենթարկվել, դա նույնպես ցույց է տալի, որ ճնշումը մեծ է, ինչից կարելի է ենթադրել, որ այդ կառույցները Հայաստանի առաջ ինչ-որ այլ պայման են դրել եւ այդ այլ պայմանից խուսափելու համար իրենց որոշակի հանրային համաձայնություն է պետք, հա, ես այս առևտրի տրամաբանության մեջ եմ դիտարկում այս ամենը, ու ժամանակները ցույց կտան, մենք այդ ներքին խոհանոցին տեղյակ չենք իհարկե։ Ի վերջո ինչ տվեց այդ 4+4+4 ձևաչափը, նախքան այդ ձևաչափի ստեղծումը կային ընդդիմախոսներ, որ իշխանությունների հետ բանակցությունները, իշխանությունների հետ մի սեղանի շուրջ նստել, ի վերջո նրանց հնարավորություն է տալու ցույց տալու, որ հայ եղավ քննարկում, եղավ արտաքին աշխարհին ցույց տալու, որ եղավ քննարկում, եղան փոխզիջումներ եւ այլն, եւ նաեւ այն կազմակերպությունները, որոնք ընդունում էին այդ ձևաչափի մեջ, նշում էին, որ թեկուզ չնչին փոխզիջումը, չնչին փոփոխություն ընտրական անձգրքում ներկայացված նախնական տարբերակում դրական երևույթ է։ Դուք 4+4-ի ձևաչափում դրական երևույթները մատնանշեք, ինչ տվեց ի վերջո։ Ուրեմն այն մարդիկ, որոնք ներգրավված են այդ բանակցություններին, բացարձակապես նման տեսակետ չունեն, որ ինչ-որ մի բան փոխել է, էլի մի բան է, հա, ճիշտ հակառակը, ինչ-որ բաներ կարելի էր փոխել, բայց մենք հարցը դրել ենք կորդինալ կամ ֆունդամենտալ կերպով փոխվում է ընտրական օրենսգիրքը կամ չի փոխվում։ Այսինքն մենք այդ տեսակետի կրողները չէինք։ Եվ այն, որ հիմա պատրաստ են ինչ-որ ազգային ժողովում նոր քննարկումներ անել, դա ցույց է տալի, որ ոչինչ էլ չկարողացան փոխել, եթե դա իրանց պետք էր, հա։ Ամենակարևոր ձեռքբերումը այդ բանակցություններից այն էր, որ հասարակությունը պետք է այսօրվանից հասկանա,
որ ազգային ժողովի ընտրությունները որպես այդպեսին չի լինելու, դա անհնար է։ Եվ եթե կան նախաձեռնություններ իրավիճակը փոխելու, ապա դա հիմիկվանից սկսված պետք է արվի։ Այլապես ընտրությունների օրը եւ ընտրություններից հետո ինչ-որ երթեր, հանրահավաքներ, բանալն դա լինել է անիմաստ գործողություններ։ Կամ ինչ-որ բան մենք կարող ենք անել, կամ չենք կարող անել, եւ դա հիմիկվանից մենք պետք է գիտակցենք։